Տնտեսագետ Աշոտ Թավադյանի համար մաքսային միությանն անդամակցությունն անսպասելի չէր։ Դեռևս 2011 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները Սանկտ Պետերբուրգում ստորագրել էին ազատ առևտրի գոտու պայմանագիր, որն ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ վավերացրել է։ Այսինքն այս մաքսային միության հետ նախնական համաձայնությունն է, որ այսպես հրապարակեցին մեր պետության ղեկավարները, սրա տրամաբանական շարունակություն է։ Տնտեսագետը շեշտում է, մաքսային միություն մտնելու փաստաթուղթը ոչ թե զուտ առևտրային, այլ տնտեսական անվտանգության, աննախադեպ ներդրումների եւ զբաղվածության աճի մասին պայմանագիր է։ Այս երեքն են, որ էապես տարբերում են ասոցիացված պայմանագրերը։ Մաքսային միությանն անդամակցության դեպքում Եվրասիական բանկը Հայաստանում $100 միլիոն ներդրում կկատարի, ատոմակայանի շահագործումը կշարունակվի, կկառուցվի նորը, մեծ է աբխազական երկաթուղու վերաբացման հավանականությունը։ Պատկերացնում եք, դա ինչքան կարևոր է մեզ համար, մենք ունենանք լրացուցիչ ճանապարհ։ Հայաստանի համար չափազանց կարևոր է նաև գազի գնի իջեցումը, միություն չմտնելու դեպքում այն կտրուկ կթանկանար։ Կմնա ոչ միջազգային գին, կմնա բավականին ցածր տարածաշրջանային գին, այն գնի փոխարեն, որը հնարավոր է որ կլիներ, դա 350-400 ամերիկյան դոլարն է, 1000 խորանարդ մետրի դեպքում Հայաստանում բնական գազի գինը կարող է կանգնել մոտավորապես $209-210 շրջանակներում։ Տնտեսագետների հաշվարկով մաքսային միությանն անդամակցելով կարճ ժամկետում Հայաստանի համախառն ներքին արդյունքը 4%-ով կաճի, մինչդեռ ասոցիացման համաձայնագրին միանալու դեպքում 2% աճ է սպասվում, այն էլ ոչ մոտ ապագայում։ Ի դեպ, այդ մասին վկայում են նաև Եվրամիության փորձագետների ուսումնասիրությունները։ Ազնիվ Կարապետյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։